Հայք նկատել ես, որ կնոջ հոգու նման է նաև կնոջ զգեստապահարանը, խորն է, գաղտնիքներով լի, երբեք այնտեղ չես կարող գտնել այն, ինչ փնտրում ես, գոնե մի անգամից, դու կին ունես, դու պիտի որ նկատած լինես։ Ես ասեմ ավելին, գինը այնքան խորքային է, որ երբեք չես կարող մտածել ու հասկանալ անգամ այդ պահին ինչ կան նրա խորքային, նրա աշխարհում եւ հոգում։ Ուր մնաց դուրը բացես եւ տեսնես։ Դուրը բացես ու տեսնես, այո։ Ինչ ասել կուզի իմ սիրելի գործընկերուհին, ընկերները, որ հրաշալի առիթ ունենք, որպեսզի ձեզ ներկայացնենք 19-20-րդ դարաշրջանի կանացի ասեղնագործ հանդերձանքները եւ արթուզարդի բազմաթիվ պարագաները։ Այս ամենը իհարկե մենք խոսելու ենք ու բացահայտելու ենք երկու հրաշալի մարդկանց հետ միասին։ Երևանի պատմության թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար թանգարանագետ Գևորգ Օրբելյանի, ում ասում ենք բարի լույս եւ շնորհակալություն, որ ժամանակ գտաք եկաք տուն դեպո մեզ մոտ, եւ թանգարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մարինա Խաչմանուկյանի հետ միասին։ Ողջույն սիրելի Մարինա, շնորհավոր ձեր միամսյակը գարնանային հրաշալի գեղեցիկ տոն։ Այո, ես էլ միանձնեմ շնորհավորում ենք եւ բոլոր մեր հեռուստադիտողներին շնորհավորում ենք մեկ ամսյակի արդիվ։ Շնորհակալություն, իմ գլխավորության բոլորը կարծում եմ ասում են շնորհակալություն։ Բարի գալուց, բարև երկրի տաղավար ամեն դեպքում։ Ամեն դեպքում այո, ժամանակավոր պաշտոնակատարն է տուն դեպոն մեր տաղավարի հետ։ Ժամանակավոր տաղավարում ինչպես եք, ինչպես է օրը սկսվել։ Հրաշալի, քանի որ Երևանում այսպես թևածում է գարնանային մաքուր օդը, արդեն այս փոքրիկ ձմեռվանից հետո վերջին ամիսներին հիմա մենք ունենք այն հրաշալի գարունը, արևը ջերմացնում է մեզ բոլորիս, այո, եւ մենք փորձում ենք վայելել այս գարնանային տրամադրությունը, հատկապես երբ որ արդեն մեկ ամսյակն է կանանց ուրեմն։ Այսօր առավոտը սկսել եք մեզ հետ միասին, բայց ընդհանուր առմամբ մշակութային օջախներում առավոտները միշտ լինում է շատ հետաքրքիր սուրճի սեղանի շուրջ, անդադար բանավեճեր, անդադար նոր մտքերի քննարկումներ, ինչպես է սկսվում առավոտը Երևանի պատմության թանգարանում։ Կա ինչ-որ հետաքրքիր բան, որը հատուկ է ձեզ եւ որը ամփոփող է եւ ավանդույթ է ձևավորված ձեր շրջանում։ Կա նման բան, թե պարզապես սկսվում է հերթական առավոտ։ Երևանի մասին երգերով կամ գուցե պատմական ակնարկներով։ Գիտեք, այս քանի օրը որ նախապատրաստվում ենք ցուցահանդեսին, իհարկե շատ լարված օրեր էին։ Լավ իմաստով լարված իհարկե։ Այո, շատ լարված էր, սուրճ խմելու ժամանակ էլ չկար։ Հիմա մի փոքր դադար ենք վերցրել, հիմա վայելում ենք այդ հետ ցուցահանդեսյան պահը, վերապրում ենք այն գեղեցիկ պահերը, որ եղան ցուցահանդեսի բացման օրը, սենց գեղեցիկ ինչ-որ մի հատված է, բայց իհարկե մենք զգոնությունը չենք կորցնում, որովհետև պետք է աշխատենք եւ պետք է գոհացնենք մեր այցելուներին, այո, եւ արդեն սպասում ենք, ինչու ենք նույնիսկ չենք էլ սպասում, արդեն սկսվել է այցը։ Եվ շաբաթ օրվա վրա մենք շատ գրանցումներ ունենք, գիտեք ինչպես է, եւ գրանցումներով են գալիս եւ պարզապես առանց գրանցումների ուղղակի մտնում են թանգարան, տենց տոնական արդեն մեր ջեմասրահում տենց գեղեցիկ տոնական տրամադրություն է, լուսանկարներ, ծաղիկներ։ Եկեք մեկ նախադասությամբ ամեն դեպքում ներկայացնենք, որ սիրելի հեռուստադիտողներ, մարտի 6-ին Երևանի պատմության թանգարանում բացվել է կնոջ զգեստապահարանի գաղտնիքը խորագիրը կրող ցուցահանդես, նվիրված իհարկե կանանց միամսյակին։ Եվ պարոն Օրբելյան, միանգամից այսպիսի հարց. նախորդ տարվա դեկտեմբերին ստանձնեցիք տնօրենի պարտականությունները, բայց մինչ այդ իհարկե երկարամյա փորձ ունեիք թանգարանում աշխատանքի։ Կարելի ասել, սա առաջին մեծ ցուցադրությունը կամ նախագիծն է, որն իրականացնում եք նախորդ տարվանից որպես տնօրենի պաշտոնակատար։ Ինչու հենց այս խորագիրը, ինչու ներխուժեցիք կնոջ զգեստապահարան, ինչ իրավունքով, ճակերտների մեջ, եւ այդ հավաքագրումը նմուշների առհասարակը մի փոքր անդրադառնանք, թե ինչպես սկսվեց այս ցուցադրության մեկնարկը։ Ուրեմն ասեմ դեռ տարեվերջին մենք աշխատանքային ծրագրերն էինք 25 թվականի ուրեմն ամփոփում եւ ներկայացնում էին բաժինները ինչ հետաքրքիր ուրեմն կարող եք ցուցադրություններ, միջոցառումներ կազմակերպել եւ թիմային աշխատանքի արդյունքում, քանի որ թանգարանը, այսպես ասած, ունի երկու հիմնական մասից է բաղկացած՝ ֆոնդային այդ գաղտնի աշխարհը եւ այցելուների հետ աշխատանքը, որ տարվում է, դրա էքսկուրսիոն հասարակայնության
տնտեսության հետ կապերի բաժին է եւ երբեմն այն աշխատակիցները, ովքեր առերեսվում են, շփվում են այցելուների հետ, իրենք ավելի լավ են պատկերացնում, թե ինչի վրա կարող է այցելուները ուշադրություն դարձնել։ Եվ ես կարող եմ փաստել, որ մեր թանգարանում հենց Տիկին Խաչմանուկյանի եւ մի քանի այլ անձանց, ովքեր այցելուների հետ շփումների արդյունքում կարողանում են շատ արագ որսալ այն հետաքրքրությունները, որը որ ներկայացնում ենք հետնաֆոնում գտնվող ֆոնդային թանգարանի ավանդապահոցները, քանի որ մեր թանգարանում պահպանվում է շուրջ 100,000 թանգարանային ցուցանմուշներ եւ մենք ունենք առանձին ֆոնդ ասեղնագործությունների, այսինքն տեքստիլ կտորների, որտեղ պահպանվում են եւ ձեռագործ նմուշներ եւ տարազներ, տարբեր ուրեմն ժանյակներ եւ այլն։ Բացի դրանից արտադրական ֆոնդ, ուրեմն հնագիտական հավաքածու, թե ուրեմն կերպարվեստի գեղանկարների, թե դրամների, մի խոսքով դա կարող ենք անվերջ թվարկել եւ Երևանը լինելով քաղաքային թանգարան, ունենք թե կենցաղային, թե ֆոտոֆոնո լուսանկարների մեծ ֆոնդ աղբյուր, որից շատերը օգտվում են, գրավոր աղբյուրների, պղինձի, այսինքն ըստ նյութերի են բաժանված եւ այս ցուցադրությունը, քանի որ մեր աշխատակիցները թիմային ուսումնասիրությունների արդյունքում պարզել էին, որ թե Նյու Յորքի մետրոպոլիտեն թանգարանում, թե Վիկտորիա Ալբերտ թանգարանում, Մեծ Բրիտանիայում եւ անգամ Ռուսաստանում կան նման ցուցադրություններ, համարձակ քայլեր են կատարվել այդ թանգարանների կողմից բացահայտելու դե իրենց հավաքածուները ավելի լայն են, ընդգրկուն են, ավելի թագավորական ընտանիքների։ Մենք փորձեցինք բավարարվել այնքանով, ինչքան մենք ունենք պահպանված եւ այս ամենը շուրջ ուրեմն 35 կանացի ներքնած գեստներ, շապիկներ, նորահարսի շապիկներ, թե որտեղ է կանում համարձակ քայլի ողջունությունը, սեղնիրաններ, ուրեմն անդրավարտիքներ, վարտիքներ եւ այլն, որոնք տարիներ շարունակ պարզապես պահպանվել էին լավ տարածքներում, երբևէ չեն ցուցադրվել։ Մենք այդ համարձակ քայլին գնացինք, որպեսզի բացահայտենք կնոջ զգեստապահանի գաղտնիքը, որը որ շատ խնամքով պահպանված էր մեր թանգարանի ֆոնդերում։ Տիկին Խաչմանուկյան, դուք ինչ բացահայտեցիք, հետաքրքիր է։ Ինձ համար բացահայտում։ Գիտեք ինչ, դե քանի որ երևի թե այդ գաղտնիքը բոլոր կանանց է վերաբերվում, ես չեմ կարող ասել, որ ես ինձ համար դա երևի ավելի շատ մենք դիմում ենք տղամարդկանց, ասեմ, որ գիտեք ինչ, շատ կանացի ցուցադրություն է ստացվել, որովհետև դե իհարկե նվիրված է կանանց մարտի 8-ի կապակցությամբ, բայց նաև կանանց մասին է, եւ կարծում եմ դա շատ ոչ միայն կանանց է հետաքրքրում, տղամարդիկ ավելի պետք է հետաքրքրված լինեն եւ պարոն Օրբելյանը շատ լավ, շատ գեղեցիկ միշտ ինչքան հարցազրույց է լինում, ներկայացնում է իր պոզիցիայից ավելի հետաքրքիր է լսել այդ ամեն ինչը։ Իսկ կան տղամարդիկ։ Շատ, բացման օրը շատ եւ դիզայներներ կային եւ մշակույթի տարբեր ասպարեզներից ներկայացուցիչներ կային, բոլորն էլ շատ հետաքրքրված էին։ Ճարտարապետներ կային, հենց տարբեր։ Ես հիմա պատկերացնում եմ դիզայներական ոլորտի ներկայացուցիչների ակտիվությունը, հետաքրքրությունը, որ նրանք բացահայտելու են ժառանգության հետաքրքիր նմուշներ, հա, եւ դա կարծում եմ հատկապես այս օրերին իրենց գործի էության մեջ կարևոր դեր են խաղալու նոր մոտեցումների, ինչու ոչ մեկ-մեկ ասում են, չէ, լավագույն նորը մոռացված հինն է, եւ այսօր էլ տեսնում ենք այն տենդենսը, որ այո, կա դեպի հինը վերադառնալու այդ հետաքրքիր մոտեցումը գրեթե բոլոր ոլորտներում։ Այդ տղամարդու հայացքով նաև հետաքրքիր է նորաձևությունը այդ ժամանակվա տեսնելուց հետո ինչպես գնահատեցիք պարոն Օրբելյան։ Ուրեմն ասեմ, որ շատ տպավորված է, որովհետև մեր ազգային ինքնության մեջ հիմնականում այդ տարազային տարերն են մշտապես ոնց որ ուղեկցել եւ հարահրճակվել, եվրոպական ուրեմն այն հագուստները, որոնք որ մի քանիսը կան եւ եվրոպական մոտեցմամբ թե գլխարկներ, թե աքսեսուարներ, թե հովհարներ, ձեռնոցներ, ձեռագործ պայուսակներ, դրանք մի ֆանտաստիկ ուրեմն նրբագեղ ճաշակով ձեռքի աշխատանքներ են, որոնք
այսօր էլ են արդիական ու այսօր մեր շատ հայ դիզայներներ կրկնօրինակում են, միգուցե եւ ստեղծագործում են, բայց ոգեշնչվում են նմանատիպ, ուրեմն հին զարդանախշերի մոտիվներով եւ այցելուներից մի քանիսը ովքեր հենց դիզայներներ են, շատ հավանել են եւ ասում մենք շուտ պիտի իմանանք, որ այս ամենը տեսնենք եւ նորովի մատուցենք, որտեղ դրանք շուրջ 100 տարվա պատմություն ունեցող թանգարանային առարկաներ են, որոնք որ չեն ցուցադրել, մարդիկ չեն էլ պատկերացրել։ Ես բնականաբար չեմ ասում, որ այդ թանգարաններում չունեն այդպիսի հավաքածուներ, Սարդարապատի թանգարանում, այն թանգարանը, որտեղ կենցաղ կա, Հայաստանի պատմության թանգարանում, բայց երբ որ դրանք փորձում եք ճիշտ մատուցել եւ ճիշտ օրինակ հենց այդ միամսյակի շրջանակում։ Ուրեմն այդ ամենը հաշվի առնելով շատ կարեւոր է, որպեսզի ցանկացած միջոցառում, ցուցահանդես լինի սինխրոնացված, որը որոշակիորեն կնպաստի թե դրա հանրահռչակման, ճիշտ դիրքավորման եւ այցելուների ներգրավման եւ առհասարակ մեր մշակութային կյանքում, այսպես ասած, առանձնահատուկ տեղ զբաղեցնելուն։ Որքան ժամանակատված է տևելու ցուցադրումը մարտի 6-ից մինչև ապրիլի 7-ը եւ միայն միամսյակի շրջանակներում։ Եվ մենք մի հետաքրքիր նաեւ նախաձեռնություն ենք կազմակերպել եւ Մանաշյան ֆոտոստուդիայի հետ, ուրեմն կազմակերպել ենք համատեղ ֆոտոսեսիաների շարք, առանձնացրել ենք փաթեթներ եւ այցելուները, եթե խմբակային կան էքսկուրսիա մուտքի համար, էքսկուրսիա եւ մեկ լուսանկարի համար, կարող են 3500 դրամ վճարելով ունենալ մեկ հուշանվեր, այսպես ասած, լուսանկար մեր այդ տաղավարից, որը որ կարծում եմ լավ առիթ է մինչև ապրիլի 7-ը այցելելու եւ հիանալու։ Այստեղ մի կարևոր պայմանի մասին խոսենք նաեւ, որ լուսանկարները բացառապես միայն արվում են Մանաշյան ֆոտոստուդիայի կողմից առաջարկվող տարազներով, հագուստերով, այլ ոչ այն ամենով, ինչ որ կա ցուցադրված թանգարանում։ Այո, այդ ամենը բնականաբար կրկնօրինակներն են կարված ժամանակակից, ուղղակի այդ ժամանակաշրջանին բնորոշ եւ այցելուները այդ հնարավորությունը ունեն այցելել թանգարան, լսել էքսկուրսիա եւ ունենալ մեկ լուսանկար։ Ոգեշնչվել ամենակարևորը։ Եվ այս ամենը մինչև ապրիլի 7-ը, մինչև տոների ավարտը։ Եվ ճշտենք մեր հեռուստադիտողների համար այդ 3500 դրամի մեջ ներառված է նաև մուտքավճարը, էքսկուրսիա, ծառայությունը եւ մեկ լուսանկար։ Լավ է, երբ մենք փորձում ենք ճանաչել ինքներս մեզ 100 տարի առաջ, 200 տարի առաջ եւ այլն, որովհետեւ դա էլի մեր հայի լավ տեսակի պահպանման կարևոր պայմաններից մեկն է։ Եվ գուցե այս ցուցադրումը ինչու ոչ դառնա նաեւ որպես իր ձևաչափով դասընթացային ցուցադրում։ Կա նման միտում թե ոչ, այսինքն դիզայներները գան, թեկուզ իրենց սաների հետ միասին, թեկուզ այն մարդկանց հետ, ովքեր ապագայում պատկերացնում են իրենց այս ոլորտի մեջ, գան, տեսնեն, ճանաչեն եւ ինչու ոչ նաև ժամանակավոր ցուցահանդեսի տեսքով ծրագիր ունենք, Ատեքս նորաձևության կենտրոնի տնօրենն էլ բացմանը ներկա է եղել Կարինա Դնոյանը եւ Նաիրա Նիազյանը էլի մոդելը իրենց հետ մենք ուզում ենք մի հետաքրքիր ծրագիր անենք այս ցուցահանդեսի շրջանակում եւ կարծում եմ դա դեռ չենք իրենց հետ մանրամասնել, բայց շատ հետաքրքիր է նույնպես, որը կբացահայտենք։ Գաղտնիքներից մեկն է, վերջապես պետք է բացահայտվեն կնոջ գաղտնիքները, ծանոթանալ եւ ինչու ոչ վերապատրաստում սովորել, ճանաչել ու հասկանալ ինչ է ի վերջո եղել 100 տարի առաջ։ Շատ լավ, որպես ժամանակավոր պաշտոնակատար սեր մեզպես ներկայացնենք, թե բացի այս կարևոր, գեղեցիկ ու խորհրդավոր ցուցադրումից, ինչով է զբաղվում այսօր Երևանի պատմության թանգարանը։ Ինչ կարևոր գործեր ունի թանգարանի առաքելությունը շատ կարևոր է, քանի որ այսօրվա ժամանակներում թանգարանները չեն ուրեմն շարունակում լինել միայն պահոցներ, նրանք պետք է լինեն շատ արդի մշակութային կենտրոններ, որը պիտի հանրահռչակի, պահպանի, փոխանցի սերունդներին եւ յուրատեսակ ուրեմն միջոցառումներով հանդես գա կրթադաստիարակչական մասով, կրթական ծրագրերով եւ այլն, եւ մենք այս կարճ ժամանակահատվածում նույնպես սինխրոնացնելով, համադրելով, այսպես ասած, մի շարք միջոցառումներ, օրինակ փետրվարի գիրք նվիրելու օրը մենք ներկայացրեցինք լայն մասաներին Երևան քաղաքի պատմության թանգարանում պահպանվող ամենահին գիրքը 1600-700-ական թվականներից միջոցառում ունեցանք դրան, հաջորդեց նաև օրինակ մեր ազգային տոնական ծեսերի բարեկենդանի միջև ուրեմն պահքի, քան որ հիմա այժմ պահքի շրջան է եւ մենք այդ բարեկենդանի շրջանակում, այո, ունեցանք միջոցառում հենց բարեկենդանի
կենթանի ինչպես են նշվել, դիմակներ, մեծ բանախոսություն, դասախոսություն, այժմ նախատեսում ենք ուրեմն ունենալ նվիրված ֆրանկաֆոնիայի միջոցառում մարտի 26-ին, մարտի 27-ին թատրոնի միջազգային օրը բանախոսություն Թատերական ինստիտուտի հետ համատեղ, որտեղ կներկայացնենք նաև Երևանի այն 5 թատրոնները, կինոթատրոնները, որոնք այլևս գոյություն չունեն, դրանք Ջան Փոլադյանների թատրոնն է, Ապոլոն կինոթատրոնը, Grand Illusion-ը, Սպայտան տեղում եղած, այսինքն պետք է այսպես անուններ, որ գուցե չենք էլ լսել իսկապես, այո, շատ էլ չեն լսել, բայց մենք նմանատիպ ուրեմն միջոցառումների շարք ենք նախատեսել եւ օրինակ 3 ունեցանք էլի հետաքրքիր միջոցառում, բանախոսություն ռուս ազգի ներկայացուցիչներից, ով բնակվում է այստեղ, մեծ ուսումնասիրություններ է արել, գիրք է հրատարակել, Երևան քաղաքի ուսումնասիրել ուրեմն հուշատախտակները, թվայնացրել, տեղադրել քարտեզում ինտերակտիվ եւ ուսումնասիրել այդ ուրեմն լյուկերը, ջրահեռացման համակարգերի վրա արկա ուրեմն դրոշման նիշները, շատ ծավալուն աշխատանք է արել եւ մենք պարբերաբար նմանատիպ քաղաքը բացահայտող զեկուցումներ ենք նախատեսում, բացի այն բուն ցուցադրությունից եւ ինչպես գիտեք, մայիսի 18-ին ենք նաեւ պատրաստվում Թանգարանների միջազգային օր եւ միջազգային գիշերը, փորձում ենք հասցնել մինչեւ այդ օրը բացել յուրօրինակ ցուցադրություն խորհրդային Երևանի վերաբերյալ, որտեղ կներկայացվի այդ սովետական շրջանի բնակարանի ինտերիերը եւ այն ամենը, ինչ որ արտադրվել է խորհրդային շրջանում եւ Երևանի գործարաններից, այս ամենով կփորձենք մեր հանրությանը ռետրո, այսպես ասած, ձևաչափով ներկայացնել այցելուներին։ Եվ հատկապես այդ սերնդի ներկայացուցիչների համար հատկապես։ Թանգարանը, քանի որ իսկապես շնչող, ապրող ճկուն օրգանիզմ է, միջոցառումներ, որոնք առաջին հերթին նոր սերնդին կգրավեն եւ կանչեն կբերեն թանգարան, որովհետեւ այսօր գիտենք, որ թանգարաններ, գրադարաններ մի փոքր ետին պլան են մղվել նոր սերնդի համար, բայց կարծում եմ նման միջոցառումները եւ ձեր շնորհիվ կգան։ Այո, արհեստական բանականությունը, քանի որ արդեն ներխուժել է մեր կյանք, մենք պետք է հնարավորինս արհեստական բանականությունը։ Մենք պետք է հնարավորինս, ես անկեղծ ասած շատ զրույցներ եմ ունենում իմ ընկերների հետ, որ շատերը IT հենց ոլորտում են աշխատում, բայց ես ասում եմ ստեղծագործական մտքին արհեստական բանականությունը երբևիցե չի կարողանալու փոխարինել։ Դա ամեն ինչ լավ է, այո, այն յուրօրինակ մոտեցումը, ինչ որ մարդն է մտածում եւ այդ ամենն էլ է ստեղծված մարդու կողմից։ Բնականաբար, ինչքան էլ մենք գնանք դեպի առաջ, մարդու ստեղծարար միտքը մշտապես լինելու է մեր ուղեկիցը մեր ամբողջ կյանքի ընթացքում։ Շնորհակալություն եւ կամաց գնալով դեպի ամփոփում քննարկենք եւս մի կարևոր թեմա եւ ինչքան հնարավոր է սեղմ, մենք գիտենք, որ Երևանում հատկապես ամեն քայլափոխի տեսնում ենք զբոսաշրջիկների, ովքեր լայն ժպիտներով վայելում են մեր այս պահին գարնանային քաղաքամայր Երևանը, արևը լավ ու տաք տրամադրությունը, սպասարկման ոլորտում շատ ակտիվ են, զբոսաշրջիկները հիանում են մեր գաստրո ոլորտով նաև եւ այլն, մշակութային մասով ինչ կասեք, Երևանի պատմության թանգարանի եւ զբոսաշրջիկների երկխոսությունը ստացվում է թե ոչ, ակտիվ են ձեզ մոտ թե ոչ, մի փոքր այս մասով ու գնանք դեպի ամփոփում։ Ես կուզենայի ուղղակի եթե կարելի է ավելացնել պարոն Օրբելյանին, որ մեր թանգարանը ինչով է նաև բացառիկ, որ մեր մոտ կա տեխնիկների ցուցադրություն, քանի որ Հայաստանում գոյություն ունի տեխնիկների թանգարան, ցավոք սրտի միջ այժմ, մենք այդ բացը լրացրել ենք եւ մարտի 21-ին տեխնիկի միջազգային օրն է, իմիջիալոց, հենց այդ օրը 2 տարի առաջ բացվեց հիմնական ցուցադրության բաղկացուցիչ մի մաս, որը կոչվում է տեխնիկային պատմություններ, դա հետաքրքիր է եւ զբոսաշրջիկներին շատ, հատկապես ռուսներին, որովհետև իրանց մոտ է տեխնիկային մշակույթը շատ է զարգացած, մեծ տարիքի սկսած, գիտեք, մանկապարտեզի տարիքից մինչև հասուն եւ ավելի թոշակառուների տարիքին այցելուները գալիս են դիտելու այդ տեխնիկները, որտեղ ներկայացված են շատ տարբեր ժանրերի, հեղինակային աշխատանքներ, կան սովետական խորհրդային տարի շրջանի տեխնիկներ, թատերական տեխնիկներ, հուշանվերային եւ այլն։ Դա էլ է շատ գրավիչ այցելուների համար, այսինքն մեր թանգարանը տարբեր ծառայություններ է սեգմենտավորված տարբեր միջոցառումներ են։ Դպրոցականների համար ունենք շատ կարևոր մի խաղ ծրագիր ճանաչիր Երևանը, քանի որ ցավոք սրտի մենք դպրոցներում չենք անցնում Երևանի մեր մայրաքաղաքի պատմությունը, այդ բացը լրացնում է մեր թանգարանը նման խաղերով։ Շատ մեծ հոսք կա դպրոցականների դեպի թանգարան եւ զբոսաշրջիկների։
ուրախալի է եւ բոլորիդ հրավիրում ենք մեր թանգարան եւ կարծում եմ, որ բոլորն էլ կգտնեն իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ Այո։ Եվ նաեւ ավակ սերնդի ներկայացուցիչները, ովքեր արդեն համարվում են որպես թոշակառու, վստահ են, որ իրենց օրվա հրաշալի ու հետաքրքիր ժամանցը նաեւ կարող են անցկացնել Երևանի պատմության թանգարանում, հատկապես երբ դուք ներկայացնեք խորհրդային Երևան։ Այո։ Սեր Երևանի մասին ամեն ինչ, այո։ Բարեկամներ, շնորհակալություն, որ գտաք այդ ժամանակը, եկաք միացաք մեզ։ Հիմա վայելում եք ձեր հանգիստը, քանի որ արված է ամեն ինչ, հնարավորինս լավագույնը դրսևորելու համար ձեր հրաշալի ու հետաքրքիր ցուցադրությունը։ Մնացեք բարիավ, եւս մեկ անգամ շնորհավորում ենք Երևանի պատմության թանգարանին անսպառ լավ գործունեություն ու հետաքրքիր բացահայտումներով լի գործունեություն։ Մենք շարժվենք առաջ, շնորհակալություն հայտնելու մեր հյուրերին։ Շնորհակալ, հիշեցնեմ սիրելի ռուսադիտողներ, որ մեր տաղավարում ժամանակավոր գտնվում էին Երևանի պատմության թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար թանգարանագետ Գևորգ Օրբելյանը եւ թանգարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մարինա Խաչմանուկյանը մարտի 6-ից ապրիլի 7-ը Երևանի պատմության թանգարանում շքեղ ցուցադրություն կա կնոջ զգեստապահարանի գաղտնիքը։ Այցելեք, բացահայտեք ու վայելեք, մենք էլ ժամանակավոր ընդմիջվում ենք, րոպեներանց կլինենք եթերում համեցեք։